Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ գործողություններ են իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, կան բերման ենթարկվածներ, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ, հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը։ Հայաստանն ավարտին է հասցնում Հնդկաստանի հետ պատմական գնման գործարքը HAL-ի կողմից արտադրված Su-30 MKI բազմաֆունկցիոնալ գործանիչների ձեռքբերման համար։ Ըստ հնդկական լրատվամիջոցների հրապարակման գործարքը, որի արժեքը ենթադրաբար կկազմի 2-ից 3 միլիարդ դոլար, հավանաբար առաջին փուլում կներառի 8-ից 12 ինքնաթիռի մատակարարում։ Ադրբեջանի նախագահի օգնականը ադրբեջանական կողմում հաղորդակցությունների կառուցման աշխատանքներից տեսանյութ է հրապարակել գրելով Զանգեզուրի միջանցքի շինարարական աշխատանքները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ավարտվում են։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը պետք է ցանկություն և կամք ցուցաբերի և կարծում եմ մոտ ենք դրան։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով պայմանագրի ստորագրման ժամկետներին։ Երևանում վերջին մեկ տարվա ընթացքում 11,000 նոր ավտոմեքենա է գրանցվել, հարակից մարզերի ավտոմեքենաների քանակը չհաշված, ասել է Երևանի քաղաքապետը, անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին։ Ավինյանը տեղեկացրել է, որ երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողով է ստեղծվել։ Նոյեմբերի 27-ից 30-ը Երևանում անցկացվելիք հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025-ը հավակնում է դառնալ տարածաշրջանի առաջատար առողջապահական հարթակ։ Միջոցառումը նախատեսում է հյուրընկալել ավելի քան 20,000 մասնակիցների և 1500-ից ավելի բժիշկների։ Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օպերատիվ գործողություններ են իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում կան բերման ենթարկվածներ, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեկնաբանելով այս տեղեկությունները հայտնել են, որ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել, որին ընթացք է տրվել։ Կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, որ անհրաժեշտության դեպքում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը անցկացվում էր Ղազախստանում։ Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ի տարբերություն Պապիկյանի այդ նիստին մասնակցել է։ Հայաստանն էլ ավարտին է հասցնում Հնդկաստանի հետ պատմական գնման գործարքը HAL-ի կողմից արտադրված Su-30 MKI բազմաֆունկցիոնալ գործանիչների ձեռքբերման համար։ Ըստ հնդկական լրատվամիջոցների հրապարակման, բանակցությունների առաջադեմ փուլում գտնվող այս համաձայնագիրը դիտարկվում է որպես ռազմավարական հակակշիռ Ադրբեջանի կողմից վերջերս պակիստանյան ծագում ունեցող գործանիչների գնմանը։ Նշվում է, որ գործարքը նշանակում է Հնդկաստան-Հայաստան պաշտպանական գործակցության խորացում, որը հաջորդում է վերջին տարիներին կնքված զենքի բազմաթիվ պայմանագրերին։ Գործանիչների մատակարարումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի հեռահար օդային մարտական հնարավորությունները։ Գործարքը, որի արժեքը ենթադրաբար կկազմի 2-ից 3 միլիարդ դոլար, հավանաբար առաջին փուլում կներառի 8-ից 12 ինքնաթիռի մատակարարում, նաև ուսուցում, ցամաքային աջակցություն և զենքի անհատական ինտեգրացիա։ Ի դեպ, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում տասնամյա գործակցության համաձայնագիր է կնքվել։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևն ադրբեջանական կողմում հաղորդակցությունների կառուցման աշխատանքներից տեսանյութ է հրապարակել գրելով. Զանգեզուրի միջանցքի շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ավարտվում են։ Նա նաև նշել է, թե Ադրբեջանը տեղում բարդ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապ հաստատելու համար։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահի հանձնարարականներին համաձայն երկրում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները այցելել են Մեխակավանի և Կովսականի շրջաններ, ծանոթացել են երկաթուղու ադրբեջանական հատվածի շինարարությանը։ Նրանց ուղեկցել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը պետք է ցանկություն և կամք ցուցաբերի և կարծում եմ մոտ են դրան։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով պայմանագրի ստորագրման ժամկետներին։ Նա նաև խոսել է 2026 թվականին Հայաստանում սպասվող եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և հույս հայտնել, որ հարևան պետությունների ղեկավարները ևս կմասնակցեն գագաթնաժողովին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը 2026 թվականի մայիսի 4-ին կանցկացվի Երևանում, կմիավորի բազմաթիվ երկրների ղեկավարների։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ բոլոր մշտապես մասնակցած երկրների, այդ թվում հարևան պետությունների ղեկավարները կմասնակցեն գագաթնաժողովին։
ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև իրանք մեր հարևաններն են, եթե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետությունը այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու գագաթնաժողովին, Սիմոնյանը նշեց, որ այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան կլինի։ Խոսելով Հայաստան-Ադրբեջան շփումների շարունակականության մասին, խորհրդարանի նախագահը շեշտեց, որ երկխոսությունը զարգանալու է թե քաղաքական, թե միջխորհրդարանական մակարդակում։ Պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի Երևանում անցկացված 12-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվեց բանաձև, որում չներառվեց արցախցիների անվտանգ վերադարձի մասին ընդդիմության առաջարկությունը։ Այդ առնչությամբ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները հորդորել են եվրոպացիներին դեմ քվեարկել ընդդիմության առաջարկին։ Անդրադառնալով ընդդիմադիր թևի այս պնդումներին, ազգային ժողովի նախագահը նշեց, որ այս պահին ոչ ոք չի կարող հայտարարել, թե ապահովում է Արցախի բնակչության անվտանգությունը հայրենիք վերադարձի դեպքում։ Կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդպես մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի։ Բնական է, որ ինչ-որ ժամանակ անց, այո, ինչ-որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի, իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենաց, ուզում հասկանում ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ, այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդքան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Նա ընդգծեց, Հայաստանը պատասխանատու է իր քաղաքացիների անվտանգության համար եւ նման քայլերը չպետք է սպառնան մարդկանց կյանքին։ Դիտարկմանը, թե միջազգային հանրությունը Գազայի դեպքում միավորեց եւ միջամտեց, Սիմոնյանը պատասխանեց, որ Գազայում տիրող վիճակը ճիշտ հակառակն է ապացուցում։ Միջազգային հանրությունը հավաքվեց ու Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում։ Ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս շատ լավ օրինակ բերեցիք։ Այն ինչ որ, այո, ամեն օր, ամեն Աստծո օր։ Ուրեմն այն ինչ որ դուք բերեցիք օրինակ, ամենալավագույն օրինակն է։ Ուրեմն այն մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչները, իբր մեկնաբաններ, ով ինտերնետին մուտք ունի, համարում է, որ ինքը մեկնաբան է քաղաքական, որ մեծ խոսում են, ասենք մենք կարենք երկրորդ Գազան դառնայինք։ Երկրորդ Գազան, այդ ինչ պետք է անեն այդ, ոնց էր այդ իսպանացու անունը։ Սանչեսը կամ որևիցե մեկը, պետք է մի հատ բանից Մադրիդի կենտրոնից հայտարարություն աներ։ Նաչո Սանչես Ամորեն։ Պետք է մի հատ հայտարարություն աներ, կդնեին բան կանեին, Գազայի կվերածեին մեր տարածքը, թող ստից իրանց հայտարարությունները անեն։ Սիմոնյանը նաև անդրադարձավ ընդդիմադիր ուժերի կողմից հնչեցվող տարատեսակ քննադատություններին, հատկապես այն պնդումներին, ըստ որոնց իշխանությունը փորձում է ամեն գնով լռեցնել ընդդիմադիրներին եւ դրա համար ձերբակալություններ է իրականացվում։ Ըստ ազգային ժողովի նախագահի, Հայաստանում իրական քաղաքական ընդդիմախոսություն չկա։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան։ Կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերներ, ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նա նաև նշեց, որ երկաթե մանդատը սկսել է գործել եւ օրենքի առջեւ պատասխանատվությունից խուսափել այլևս չի ստացվի։ Երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր
հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում ասենք, 5 ամիս առաջ եմ ես դա ասել։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, Սիմոնյանը վստահեցրեց, որ կողմերի միջև ցանկություն ու կամք կա եւ գործընթացը մոտ է ավարտին։ Ցանկություն է պետք եւ կամք է պետք ադրբեջանական կողմից եւ կարծում եմ, որ այդ ցանկությունը եւ կամքը մոտ ենք մենք դրան եւ Հայաստանը ամեն ինչ արել է իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի եւ տարածաշրջանում խաղաղությունը այնուամենայնիվ փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը։ Նա նշեց, որ Հայաստանը Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր չունի, սակայն այդ երկիրը բարիդրացիական հարաբերությունների մեջ է հարևանների հետ, ինչը լավ օրինակ է։ Ազգային ժողովի նախագահը հավելեց, խաղաղությունն այսօր առավել իրական է, քան երբևէ, ընդգծելով, որ գրեթե 2 տարի է սահմանին հարաբերական կայուն իրավիճակ է։ Սիմոնյանի պնդմամբ արցախցիների վերադարձի նախապայմանը Հայաստան-Ադրբեջան խաղաղ գոյակցությունն է։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Իդեպ Թուրքիայի առաջնորդի վարչակազմից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Էրդողանի մասնակցության վերաբերյալ որոշում չկա, այն կլինի ավելի ուշ։ Այլ թեմաներ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվում է տրամադրել 2.5 միլիարդ դրամ, իսկ նոր կայարանի կառուցման համար կտրամադրվի 2 միլիարդ դրամ։ Այս մասին ազգային ժողովում բյուջեի նախագծի նախնական քննարկմանն ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Նախարարը ներկայացրել է նաեւ 5 նոր ջրամբարների կառուցման ընթացքը, վստահեցրել դրանց կառուցումը կնվազեցնի Սևանից ջրառը։ 2026 թվականին 5 ջրամբար կկառուցվի Հայաստանում, եւս 12 ջրամբարի մասով ընթանում են քննարկումներ։ Նախատեսված է նաեւ շարունակել Կապսի ջրամբարի կառուցումը։ Այս մասին ազգային ժողովում Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանը։ Խոսքը Քասախի, Ելփինի, Լիչքի, Արտիկի եւ Աստղաձորի ջրամբարների մասին է։ Նաեւ ջրամբարների վերազինման համար ունենք նախատեսած 264.3 միլիոն դրամ։ Ինչպես ասացի, նախատեսել ենք 7 հոկաջեների կառուցում, ընդհանուր արժեքը 1 միլիարդ դրամ։ Հայաստանում կան չկառավարվող ջրային ռեսուրսներ, որոնք որոշ սեզոններին առատ են լինում, բայց այդ սեզոնները չեն համընկնում ոռոգման շրջաններին։ Հետևաբար ջուրը չի կուտակվում։ Ջրամբարների կառուցումը ըստ նախարարի կլուծի ոչ միայն տարածաշրջանում ջրի խնդիրը, այլև կոնկրետ հատվածներում, մասնավորապես կպակասեցվի Սևանից ջրառի ծավալը։ Մասնավորապես Քասախի ջրամբարի դեպքում մենք ինքը քանի որ հանդիսանում է Սևանա լճի ճնշման գոտում գտնվող տարածքների ոռոգման համար անհրաժեշտ ջրամբար, մենք պլանավորում ենք շարունակաբար Սևանից ջրառի ծավալը պակասեցնենք։ Իմիջիալոց օգտվելով առիթից, դա կարծում եմ գործընկերներից շատերին կհետաքրքրի, պարոն Ղազյանն էլ էր նախորդ անգամ, պարոն Ղազյան, մտահոգություն եք հայտնել Սևանի ջրի կառավարման մասով, պիտի ասեմ, որ մենք 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառի համար ենք դիմել ազգային ժողովին, բայց դրա կեսն ենք օգտագործել եւ մյուս կեսի մասով ջուրը չենք օգտագործել, այսինքն առնվազն հիմա Սևանից ջրառը ամբողջովին է դադարեցված, իսկ վերջին 20-25 օրվա ընթացքում, երբ որ օրենքով սահմանված կարգով կարող ենք ջուր վերցնել, ջուր չենք վերցել եւ կեսից էլ ավելի պակասենք ուրեմն ջրառ իրականացնել։ Կապսի ջրամբարի տասնամյակներ ձգձգված կառուցումը կմեկնարկի գարնանը, 3 տարի հետո կավարտվի ջրամբարի շինարարությունը, որն աստիճանաբար ոռոգելի կդարձնի Շիրակի մարզի եւ Թալինի մոտ 25,000 հեկտար հողատարածքներ։ Ջրամբարի ավազանում հայտնված գյուղի բնակիչները կվերաբնակեցվեն, շուտով կտրվի Հայաստանում տիպային առաջին էկոգյուղի կառուցման մեկնարկը։ Բացի տներից բնակիչները փոխհատուցում կստանան իրենց օժանդակ շինությունների, այգիների եւ վարելահողերի համար։ Նախարարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման հարցին, ըստ Խուդատյանի ծրագրի հիմնական ուղղությունը ֆինանսական միջոցներ հատկացնելն է ըստ բնակավայրերի։ 3 տեսակի բնակավայրեր ունենք, բնակավայրեր, որտեղ մեկ շնչի հաշվարկով, մեկ անձի հաշվարկով բնակչին հատկացվում է 5 միլիոն դրամ, բնակավայրեր, որտեղ հատկացվում է 4 միլիոն դրամ եւ Երևանը եւ Երևանամերձ որոշ բնակավայրեր, որտեղ հատկացվում է 3 միլիոն դրամ։ Պիտի ասեմ, որ բացի սրանից մենք այո ունենք որոշակի ծրագրերով կառուցվող բնակարաններ, որոնք շատ հաճախ ձեր ասած տրամաբանության մեջ են լինում, այդպիսին ունենք եւ Սյունիքում,
Այդպիսին ունենք եւ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղական բնակավայրում, որտեղ արդեն երկրորդ դեպքում համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում է թաղամաս, որտեղ մոտավորապես 30 նոր տներ կլինեն, իհարկե թաղամասը աճելու միտումներ ունի նաեւ ունենք այդպիսի դեպքեր, իսկ առհասարակ խնդրի լուծումը պատկերացնում ենք իմ ասած տրամաբանության մեջ ֆինանսական միջոցների տրամադրմամբ են պայմանով, որ բնակիչները իրենք կորոշեն, որ բնակավայրերում են ուզում գույքը ձեռք բերել, տունը ձեռք բերել, մասնավորապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ տեղահանված հայրենակիցներ ունենք, որոնք ապրում են Հայաստանի այս կամ այն բնակավայրում, հարմարվել են այդ բնակավայրերին եւ իրենց համար էլ արդեն դժվար կլինի այդ բնակավայրերից դուրս գալ, այնպես որ այս հայեցողական մոտեցումը իրենց մասով հայեցողական թողել ենք իրենց որոշմանը։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հարց հնչեցրեց. արդյոք 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված են գումարներ երաշխսադարակ երկաթգծի կառուցման համար։ Խուդատյանը պատասխանեց, թրիփի հետ կապված քննարկում են ֆինանսավորման տարբերակները։ Երկաթուղիների արդիականացման համար եւս միջոցներ նախատեսված են, բայց երաշխսադարակի մասով բյուջետավորված տող որպես այդպիսին չկա։ Այդա Կիրակոսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանում վերջին մեկ տարվա ընթացքում 11000 նոր ավտոմեքենա է գրանցվել, հարակից մարզերի ավտոմեքենաների քանակը չհաշված։ Այդ մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Երևան մտնող ավտոմեքենաների հոսքին եւ առհասարակ մայրաքաղաքի խցանումների հարցի լուծմանը։ Ավինյանը տեղեկացրել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողով է ստեղծել, որի առաջին նիստը արդեն կայացել է։ Քաղաքապետը ներկայացրել է, թե բարեփոխումների ինչ տրամաբանություն է քննարկվել այդ նիստում։ Հիմնական ճանապարհը, որով որ կարող է գնալ ճգնաժամային մեր այս հանձնաժողովը, կարճաժամկետ լուծումների մասով, կրկին անգամ կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացման վրա, իսկ ավտոբուսային գծերի ավելացման վրա, որոշակի սահմանափակումներ անձնական ավտոմեքենաների մասով, որովհետև կրկին աշխարհը ուրիշ դեռևս մեխանիզմ չի մտածել, քան հնարավորություններ տալ հանրային տրանսպորտին եւ սահմանափակել անհատական ավտոմեքենաների երթևեկությունը եւ իհարկե նաեւ տեխնոլոգիական լուծումների մասով որոշակի հանձնարարականներ ենք ֆիքսել նախորդ հանձնաժողովի նիստին, որով որ անկյունաքարային մեր խաչմերուկներում մենք պետք է հնարավորություն ունենանք տեխնոլոգիական նոր լուծումներով լուսացույցեր ունենալու, որոնք որ նաեւ հաշվի կառնեն հոսքերը տարբեր ժամերի եւ այդ ինքնակարգավորվող իրենց ռեժիմները կփոխեն քաղաքում տարբեր ժամերին տարբեր հոսքերի համար։ Սա է հիմնական տրամաբանությունը, սրան իշարունակություն գալիս է Երևանի թիմ օրենքը, որը էական փոփոխություններ է առաջարկում սխալ տեղերում կահանված ավտոմեքենաների համար եւ այստեղ մենք ունենք սկզբունքային համաձայնություն ներքին գործերի նախարարության հետ, որ կարելի է պատվիրակել ընկերությանը, որը որ ընկերությունների, որոնք որ քարշակներով կհանեն այդ ավտոմեքենաները, որովհետեւ իրենք էականորեն մեծ խցանումներ առաջացնող խոչընդոտ են։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրիի համայնքապետարանի աշխատակիցների ձերբակալություններին, ընդգծելով, որ իրավապահ մարմինները գործում են բացառապես օրենքի շրջանակում, ոչ թե քաղաքական նպատակներով։ Արուշանյանի խոսքով գործող իշխանությունը երբեք չի խոչընդոտել ընդդիմադիր համայնքապետերի գործունեությունը։ Մարզպետը նաև վստահեցրել է, իշխանությունը ձևավորվելու է բացառապես ժողովրդավարական ճանապարհով, ընտրությունների միջոցով։ Դեժավյու եմ մոդս, այդ նույն բանում ենք լրագրողները հարցնում էին 2024 թվականին, եթե չեմ սխալվում, Սամվել Պալասանյանի թիմի, Վարդգես Սամսոնյանի թիմի հետ կապված, վերցրեցինք իշխանություն, չվերցրեցինք, չէ, եթե ասում ենք ամեն կնով վերցնել, ամեն կնովը նշանակում է վերցնել, մենք ամեն դեպքում նման գործելավոճ չունենք, ամեն կնով իշխանություն վերցնելու մի կինք գիտենք, մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք, լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի կուսակցական գործընկերների հետ, ավականի ցուցակը մեծ է, որովհետեւ մեկին եթե որը հրավիրում են իրավապահ համակարգի ինչ-որ խնդիրներ պարզաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք, իմ տեղեկություններով Գևորգ
Ղուգասյանը մանդատը վայր է տրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթացը, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ նպատակա, ոչ էլ պատկերացում էլ ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս իրանք իրանց քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որովհետեւ ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին են, կա իրավական գործընթաց, որն էլ կանչում, քննում, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը, իրենց թե ավականիները, թե համայնքապետարանի աշխատողները, առաջի տեղակալն էլ է տեղում, իր աշխատանքն, իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ, քաղաքապետարանը իր բնականon հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում են։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Խուդաթյանն էլ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, թե ինքը կաշվից դուրս է գալիս, որպեսզի ԿՊԱ-ական Արգիշտի Մեխակյանը հաղթի Բաղաշապատի ավականուն ընտրություններում, մինչդեռ վերջինս դեպրեսիայի մեջ է, կապված դրա հետ, որ իր հոր մասին բաներ են հիշեցնում ու իր քարոզարշավը չի ստացվում։ ՏԿ նախարարը նշել է, որ Բաղաշապատում գնում են ընտրության հաղթելու համար։ Խուդաթյանը տեղեկացրել է, որ 2 շաբաթով արձակուրդում է գտնվելու, որ միանա իրենց թիմին։ Ընդդիմադիր մամուլն է դեպրեսիայի մեջ, ես այսօր շատ շնորհակալ եմ, որ ես հնարավորությունը եղավ արձագանքելու մամուլի հրապարակումներին, որոնք վերջին օրերին երբեմն թույլատրելի տրամաբանականը եւ ցավոք սրտի նաեւ բարոյականը հատում են, խոսքը վերաբերում է մամուլի նաեւ որոշ գործընկերների, ովքեր պարբերաբար պարոն Մեխակյանին փորձում են այդ հարցը տալով իրենց թվացial վատ իրավիճակում հայտնվելու, այնինչ մեր վերջին հանդիպումն էլ ցույց տվեց, որ այդ գործընկերներն են շատ հաճախ վատ վիճակում հայտնվում։ Մենք Վաղարշապատում պարոն Մեխակյանի գլխավորությամբ գնում ենք ընտրությունները հաղթելու ճանապարհով, քարոզարշավի առաջին 9 օրը ամփոփել ենք եւ մեր բոլորի տպավորությունը այդպեսին է, քաղաքացիները ջերմ դիմավորում են պարոն Մեխակյանին, մեր թիմին, իսկ այն վերաբերվում է այն ձևակերպմանը, թե ես ինչ եմ անում կամ մամուլում եղած ձևակերպմանը, որ կաշվից դուրս եմ գալիս, ինձ համար առանցքային կարևորություն կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկացած տեխնացուի հաղթանակը եւ ես փորձում եմ նպաստել այդ հաղթանակին, իհարկե օրենքով սահմանված կարգով եւ այդ նպատակով նաեւ երկուշաբթի օրվանից արձակուրդում եմ գնելու 2 շաբաթ հարգելի գործընկերներ, 2 շաբաթ արձակուրդում եմ գտնվելու, որպեսզի միանամ նաեւ Վաղարշապատում քարոզարշավ իրականացնող մեր թիմին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ շահառուների դիմելու ընթացքը պարզեցնելու նպատակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագոզյանը։ Նրա խոսքով փոփոխությունները պայմանավորված են եղել գործնականում արձանագրված խնդիրներով։ Ըստ Ղարագոզյանի այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում 3250 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, որոնցից 1220-ը լիովին իրացրել են այն ձեռք բերելով բնակարան կամ տուն։ Առաջատար մարզերն են Կոտայքը, Երևանը եւ Արմավիրը, Լոռիում, Արարատում, Սյունիքում եւ Շիրակում նույնպես ակտիվություն նկատվում է։ Մենք ունենք 404 շահառու, ովքեր ունեն դրական մնացորդ, նախիշեցնեմ ինչ ասել է դրական մնացորդ, դա այն դեպքերն են, երբ հավաստագրով հասանելիք գումարը ավելին է, քան անշարժ գույքի արժեքը։ Այսինքն հիպոթեկային վարկը։ Արդյունքում ձևավորվում է դրական մնացորդ, որ մեր հայրենակիցները կարող են օգտագործել 3 ուղղությամբ, ընդ որում ցանկացած ուղղությամբ, ընդ որում միաժամանակ բոլոր ուղղություններով, եթե գումարը բավականացնում է։ Առաջինը դա վերանորոգման վարկն է, մեր շահառուները կարող են իրենց հասանելիք դրական մնացորդից մինչև 4 միլիոն դրամ ուղղել վերանորոգման վարկի ստացմանը, որը ընտանիքի 6-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով ավելացվում է 800 000 դրամով, բայց ոչ ավել, քան
դրագումարային 8 միլիոն դրամը, եւ ես մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք 169 շահառու ունենք այս պահին արդեն, ովքեր ստացել են վերանորոգման վարկ, եթե գումարային խոսենք, խոսքը 551 միլիոն դրամի մասին է, այսինքն ֆինանսական կազմակերպություններն արդեն 551 միլիոն դրամ վերանորոգման վարկ են տրամադրել։ Հաջորդ ուղղությունը կահույքի եւ կենցաղային տեխնիկայի ձեռքբերումն է, որը սահմանաչափը մինչև 2 միլիոն դրամն է, որը եւս 6-րդ եւ հաջորդ անդամի հաշվով ավելացվում է 400,000 դրամով, բայց ոչ ավել, քան 4 միլիոն դրամ, եւ այստեղ ունենք 184 շահառու, ովքեր իրենց դրական մնացորդը ուղղել են կահույքի եւ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը եւ պետական բյուջեից արդեն 296 միլիոն դրամ ուղղվել է կահույքի եւ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը։ Եթե վերանորոգման վարկի դեպքում այդ գումարը 551 միլիոն դրամը տրամադրել են բանկերը, որի գծով ամսական մարումներն իրականացնում պետությունը, կահույքի եւ կենցաղային տեխնիկայի դեպքում գումարը միանվագ է եւ ամբողջությամբ պետբյուջեից ուղղվել է տվյալ տնտեսվարողի, այսինքն վաճառող խանութի հաշվի համարին։ Նոյեմբերի 27-ից 30-ը Երևանում անցկացվելիք հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025-ը հավակնում է դառնալ տարածաշրջանի առաջատար առողջապահական հարթակ։ Միջոցառումը նախատեսում է հյուրընկալել ավելի քան 20,000 մասնակիցների եւ 1500-ից ավելի բժիշկների, աշխարհի տարբեր երկրներից 70-ից ավելի առաջատար մասնագետների։ Նոյեմբերի 27-ից 30-ը Երևանը կդառնա տարածաշրջանի առողջապահական եւ հարակից ոլորտների խոշորագույն կենտրոնը։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տեղի կունենա հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025-ը, որն իր ծավալներով, մասնակիցների միջազգային ներկայացվածությամբ եւ թեմատիկ բազմազանությամբ հավակնում է դառնալ տարածաշրջանի առաջատար առողջապահական հարթակներից մեկը։ Մեր նպատակը շատ ավելի մեծ է, ստեղծել առաջին հերթին հարթակ մեր հանրության համար, որը կլինի առողջապահական փառատոն, որտեղ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինչ որ բան կունենա տեսնելու, լսելու, սովորելու, եւ երկրորդ բանը մենք ցանկանում ենք դիրքավորել Հայաստանը նաեւ տարածաշրջանում որպես առողջապահության կենտրոն, ինչի հնարավորությունները այս պահին բավականին շատ են եւ կան։ Այս տարվա էքսպոն խոստանում է գերազանցել նախորդ ցուցանիշները, ապահովելով խորը բովանդակություն եւ բարձրակարգ մասնակցություն։ 4 օր շարունակ հագեցած տարբեր միջոցառումներով, գիտաժողովներով եւ ակտիվություններով 250-ից ավելի տեղական եւ միջազգային ընկերությունների մասնակցությամբ աշխարհի տարբեր երկրներից 70-ից ավելի առաջատար մասնագետների բանախոսություններով։ Այստեղ կլինեն 52 երկրից ժամանած պատվիրակություններ։ Ուրախություն մեզ շատ կարևոր է այստեղ հիշատակել, որ արտերկրի ընկերությունները ովքեր ոչ թե ներկայացուցչություններ ունեն Հայաստանում, օրինակ ինչ որ դեղագործական ընկերություններ ներկայացուցչություն ունի, ոչ իրենց մասին, այլ ընկերություններ, ովքեր ուզում են մուտք գործել հայկական շուկա, ընկերություններ, ովքեր ուզում են տեսնել այստեղ ինչպես է կատարվում էքսպոն, եւ արդեն մենք ունենք նմանատիպ ընկերություններ, ովքեր իրենց տաղավարներով ներկա են լինելու էքսպոին Ռուսաստանից, Պարսկաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից եւ հետաքրքրությունը գնալով ավելի աճում է եւ բավականին շատ ընկերություններ արդեն հայտ են ներկայացնում մյուս տարվա համար։ Հաղորդաշղթա հանուն առողջության խորագիրը կրող այս միջոցառումը նախատեսում է հյուրընկալել ավելի քան 20,000 մասնակիցների եւ 1500-ից ավելի բժիշկների։ Մասնակիցների թվաքանակն արդեն իսկ հուշում է, որ ցուցահանդես փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է։ Պատկերացրեք, որ մենք այլևս լուրջ ռազմավարական խնդիրներ չունենք, մենք ինչ ունենք աշխարհին տալու եւ ինչպես ենք այդ ստրատեգիան գծելու։ Մենք հիմա պետք է դրան արդեն պատրաստվենք, որովհետեւ երբ որ ամեն ինչ խաղաղ լինի, ամեն ինչ լավ լինի, աշխարհը մեզնից ակնկալիք է ունենալու հայտ ներկայացնել մրցակցության։ Մենք վերցրեցինք եւ նախագծեցինք միջազգային կոնգրես, որը հավակնում է կանգնել այնպիսի կոնգրեսների կողքին, ովքեր իրենց 20-ամյակն են նշում։ Եվ այս կտորով մենք կարողացանք հրավերներ ուղարկել բոլոր ասոցիացիաների նախագահներին եւ ես որ թվում եմ, որ գալիս են 20-ից ավելի երկրի ասոցիացիայի նախագահ է գալիս։ Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025-ը ոչ միայն ցուցահանդես է, այլև գործակցության, զարգացման եւ նորարարության միջազգայնացված հարթակ, որտեղ հանդիպում են ոլորտի գլխավոր դերակատարները, սկսած առողջապահական կառույցներից մինչև ապահովագրական, ֆինանսաբանկային, լիզինգային, սննդի արտադրության եւ մատակարարման ընկերություններ, տուրիստական ծառայություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության լուծումներ, սպորտային ակումբներ, առողջ ապրելակերպի նախաձեռնություններ եւ ստարտափներ։
Առողջապահության եւ բժշկագիտության հայկական հանդեսի մի ողջ առանձին հատուկ թողարկում հատուկ համար կնվիրվի ցավի բժշկությանը, սա եւս պատմական իրողություն է։ Մենք ունենալու ենք այսպիսի խորագրով կլինիկական մրցույթների այսպես շքերթ, ներկայացրու լավագույն դեպքը, դարձիր առաջին դեմքը, որպեսզի խթանենք ուսանողներին, կլինիկական օրդինատորներին, նորավարտ բժիշկներին եւ ակադեմիկներին միջև ակադեմիկոսներին, որ համատեղ ներկայացնեն կլինիկական բարդ դեպքեր, որոնք որպես կանոն ֆիզիկապես չեն հասցնում իրենց կլինիկաներում ներկայացնել զբաղվածության պատճառով։ Էքսպոյի շրջանակում կանցկացվի նաև Երևան Pain Days, միջազգային առողջապահական արշավը, որն իր շուրջը կհամախմբի ոլորտի առաջատարներին։ Մենք ստեղծել ենք healthcareexpo.am կայքը, մենք ստեղծել ենք AICPM կոնգրեսի.am կայքը, մեր Facebook-յան էջերը պայթեցնում ենք նոր ինֆորմացիայով, արհեստական բանականությամբ պատրաստված, նույնիսկ Հիպոկրատեսին ենք վերակենդանացրել, ով ողջունում է, այսինքն մենք փորձում ենք նորարարությունը, հնարամտությունը, պատմությունը, ազգային արժեքները, միջազգային ընկալումները ամբողջը համատեղել մի հարթակի վրա, եւ սա ընդամենը սկիզբն է։ Կներկայացվեն գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, շրջակա միջավայրի զարգացման դասընթացներ, B2B հանդիպումներ, փորձի փոխանակման ձևաչափեր եւ մասնագիտական գործակցության նոր ուղիներ։ Այդ օրը լինելու են ակցիաներ տարբեր տեսակի բժիշկների կողմից պատրաստվելու են խորհրդատվական սիտուացիաներ, ինչու՞ չէ նաև որոշակի հնարավոր է լաբորատոր կամ որևէ քննություններ անվճար անցկացնելու հնարավորություն դեռ ժամանակ ունենք, պատրաստվում ենք, ուզում ենք ներգրավենք բավականին մեծ հասարակության հատված։ Բացի հիմնական մասնագիտական բովանդակությունից նախատեսվում են նաև բազմապիսի ժամանցային միջոցառումներ, խաղարկություններ, համերգներ, առողջ ապրելակերպին նվիրված մրցաշարեր։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, Financial Times-ը հղում անելով իր աղբյուրներին հաղորդում է, թե Վաշինգտոնը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բուդապեշտում նախատեսված հանդիպումը, երբ իր կոշտ պահանջներն ամրագրող փաստաթուղթ է ուղարկել Վաշինգտոն։ Ըստ պարբերական Ռուսաստանի ներկայացրած հուշագիրը պահանջել է Կիևից գնալ տարածքային զիջումների, կրճատել Ուկրաինայի զինված ուժերը և երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին չմիանալու մասին։ Ռուսաստանը նաև պահանջել է վերահսկողություն ամբողջ Դոնբասի նկատմամբ։ Թերթի աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ նախագահը տպավորված չէ Ռուսաստանի այս դիրքորոշումից։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին, հաջողություն։ Ցտեսություն։